Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Լիլիթը կարծես վերջնականապես կորցրել է adekvatության սահմանը։ Նա այլևս չի տարանջատում լավն ու վատը, ճիշտն ու սխալը, վտանգն ու խաղաղությունը։ Իր քայլերով նա ինքն է իրեն ուղարկում դեպի հոգեբուժարան, ամեն սերիայում ավելի խորանալով իր խելագարության մեջ։ Սկզբում նա իրական մահափորձ կատարեց Աննայի դեմ, հրելով նրան, գետնին տանելով ու մտածելով, թե սպանել է։ Ահաբեկված, բայց միևնույն ժամանակ առանց որևէ զղջման, Լիլիթը վազեց Բագրատի տուն ու պատմեց, թե իր կարծիքով վերջ է տվել Աննայի կյանքին։ Բայց հենց որ իմացավ Աննան ողջ է, նրա մեջ արթնացավ նախկինից էլ վտանգավոր կույր ատելությունը։ Նա գնաց Սոսի տուն, լցրեց վարելին ու իր ձեռքով հրկիզեց այն։ Լիլիթի ամբողջ կյանքի նպատակը դարձել է միայն մեկը՝ ամեն գնով խանգարել Աննայի ու Սոսի միությանը։ Եվ որքան էլ անհավատալի լինի, այս հարցում նա ու Միքայելը կարծես տարիներ շարունակ նույն ճակատում էին։ Միքոն նույնպես միշտ ցանկացել է խանգարել նրանց սիրուն, խափանել նրանց երջանկությանը։ Սակայն այսօր ամեն բան փոխվել է։ Իրից գործած անթիվ սխալների, ստերի ու դավաճանությունների պատճառով նա մնացել է բացարձակ մենակ։ Իսկ երբ մարդ մենակ է մնում իր ընտրած ճանապարհի հետևանքների հետ, սկսում է տարբերել կարևորն ու երկրորդականը։ Միքայելի կյանքում սկսվել է ամենաբարդ շրջանը։ Հենրին հեռացել է երկրից։ Որդու բացակայությունը ոչ միայն ցավ է հոր համար, այլ նաև ծանր պատասխանատվություն, քանի որ Միքայելը գիտի, որ Հենրիի ու Անգելինայի հարաբերությունների փլուզման արմատները գալիս են հենց իր արարքներից։ Հենց այդ պատճառով էլ այսօր նա փորձում է անել մի բան, որ երբեք չէր կարող անել անցած 25 տարիների ընթացքում՝ անկեղծ լինել։ Նա հանդիպում է Անգելինային, կանգնում նրա առաջ եւ առաջին անգամ չի փորձում արդարացնել իրեն կամ ինչ-որ բան թաքցնել։ Ասում է այնպես, ինչպես կա։ Ինչ եղել է 25 տարի առաջ, արել է ինքը ու միայն ինքը։ Արել է իր սիրո համար։ Արել է ցանկանալով պահել այն մարդում, ում սիրում էր։ Արել է չմտածելով հետևանքների մասին, չմտածելով, թե ում կյանքն է կործանում։ Իսկ Հենրին այդ ամենում ոչ մի մեղք չունի։ Հանկարծ չփորձես արժե զրկել Հենրիի քո հանդեպ ունեցած սերը, ասում է Միքայելը։ Եվ իրոք, այս մի նախադասությունը ճակատագրական է դառնում Անգելինայի համար։ Նրա սիրտը բառացիորեն փշրվում է, նա չի դիմանում լարվածությանը, սկսում է լացել։ Միքայելը տեսնում է այդ ցավը, բայց այս անգամ ոչինչ չի ասում, պարզապես թողնում է ու հեռանում։ Խեղճ Աննան էլ հայտնվել է ստախոսների, դավաճանների, շահամլերի եւ անկարող մարդկանց շրջապատման մեջ։ Յուրաքանչյուր նոր բացահայտում ավելի է խոցում նրան։ Եվ ահա հերթական հարվածը։ Աննան իմանում է, որ նույնիսկ Ֆաինան իր դուստրը իմացել է ճշմարտության մասին եւ ինչպես բոլորը լռել է։ Չի ասել, չի օգնել, չի կանգնել մոր կողքին։ Աննան իրեն պահում է ուժեղ, բայց նրա ներսում ամեն բան կոտրված է։ Այս պահին միակ մարդ, ով կանգնած է Աննայի կողքին, դա Անետն է։ Այն նույն Անետը, որը երկար ժամանակ ինքն էլ իր մեղքերն ու լռություն ուներ, բայց հիմա նա է միակ լուսավոր կետը Աննայի մենության ու ցավի մեջ։ Իսկ այս պատմության բոլոր գծերը այժմ սրընթաց մոտենում են իրենց եզրագծին։ Լիլիթը սուզվում է խելագարության մեջ։ Միքայելը փորձում է փրկել այն, ինչից մնացել է միայն ստվեր։ Աննան հավաքում է իր վերջին ուժերը կանգուն մնալու համար։ Անգելինան կորցրել ու գտնում է իր ճանապարհը։ Սոսն անցնում է կրակի միջով հասնելու իր դուստրին։ Եվ այս ամենը շարժվում է դեպի մեծ ավարտական հանգույց, որտեղ պատասխաններ են ստանալու բոլոր հարցերը։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անգելինան Միքոյի դաժան խոսքերից հետո Հենրիին կտա երկրորդ հնարավորություն։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք, նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք։ Այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։
Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, ես առեմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատահել։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Տանել եմ հարսանիքի սեղանից համը, շնորհակալություն ռոբտը։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մրգշուշ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում ասերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինա մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ ընդար